Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastrotyme-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այս անգամ հաղորդման ֆորմատը այլ է եւ այսուհետ փորձելու ենք երկու մասնագետով քննարկել ամենահաճախակի հանդիպող հարցերը։ Այսօր իմ հյուրն է մաշկավենյարաբան Կարեն Վարդանյանը։ Բարև ձեզ։ Ողջույն դոկտոր Միրիջանյան։ Շատ ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք քննարկելու այն ամենահաճախակի հանդիպող խնդիրները, որոնք մեծամասամբ պացիենտները տալիս են մեզ, եւ հենց այսօր դրա համար ենք հավաքվել, որպեսզի փարատենք մի շարք միֆեր։ Առաջին միֆը, որ մաշկը ստամոքս-աղիքային համակարգի հայելին է, եւ ամենահաճախակի հանդիպող մաշկային հիվանդությունը ակնեն կապ ունի մարսողական համակարգի հետ։ Արդյոք այդպես է թե ոչ։ Բարի, սկսեմ երևի թե առաջի պնդումից, որ մաշկը հանդիսանում է ներքին օրգանների հայելին, իրականում միգուցե այդպիսի տրամաբանություն կա, բայց ասել, որ մաշկային խնդիրները բոլորը անխտիր գալիս են ներքին օրգաններից, այդքան էլ այդպես չի, եւ անդրադարձ անելով ակնեին, նշեմ, որ ակնեն ինքնուրույն մաշկաբանական խնդիր է եւ կապ ունի մարսողական տրակտի հետ նույնքան ինչքան էնդոկրին համակարգի եւ այնքանով ինչքանով որ դա այդ տվյալ օրգան համակարգերը առկա են մեկ մարդու մոտ։ Բայց իրենց պատճառագիտությամբ ակնեն ինքնուրույն մաշկաբանական խնդիր է, որի մասին եթե կլինի հարցեր, սիրով իհարկե կպատասխանեմ։ Շատ կարևոր միտքը, որ այո, ակնեն առանձին հիվանդություն է եւ շատ ժամանակ հենց ակնեով պացիենտը առաջինը ինքնուրույն որոշում է դիմել գաստրոենտերոլոգին, պատճառաբանելով, որ միգուցե մաքրի ստամոքսաղիքային համակարգը, լյարդը, աղիները եւ այլն, կամ դիմում է որևէ մաշկաբանի, ով առաջին հերթին առանց ակնեի պատճառագիտությունը կամ հենց ակնեն բուժելու միանգամից ուղղորդում է գաստրոենտերոլոգի մոտ որևէ այլ պատճառ պարզաբանելու, հայտնաբերելու համար։ Ինչքանով է ճիշտ, որ մաշկաբանը հենց առաջին հերթին ուղղորդում է գաստրոենտերոլոգի մոտ եւ առհասարակ երբ պետք է ուղղորդի գաստրոենտերոլոգի մոտ, երբ պետք է գաստրոենտերոլոգը զբաղվի ակնեով։ Սկսենք նրանից, երևի թե ամենավերջից գամ առաջ, գաստրոենտերոլոգը չպետք է զբաղվի ակնեով պետք է զբաղվեն բացառապես մաշկաբանները։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, ինչ են ուղարկում, ցավոք սրտի չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ակնեի պատճառագիտությունը ավելի քան ուսումնասիրված է եւ ակնեի պատճառագիտության մեջ ստամոքսաղիքային տրակտի դերակատարումը շատ երկրորդային, երրորդային տեղերում է գտնվում, նույնքան ոնց որ իհարկե այլ օրգան համակարգերը։ Եվ եթե փորձեմ տեն սիմվոլիկ ամփոփման ձևով անդրադառնալ այս հարցին, այո, անձը կարող է ունենալ ակնե, չունենալ այլ օրգան համակարգերի որևիցե խնդիր, կարող է ունենալ այլ ցանկացած օրգան համակարգի խնդիր, ցանկացած անձ, բայց չունենալ ակնե, եւ եթե ակնեի հետ միևնույն ժամանակ կա նաեւ մարսողական համակարգի խնդիր, դա երևի թե միակ դեպքն է, որ մաշկաբանը այո պետք է ուղղորդի գաստրոենտերոլոգի մոտ։ Այո, այս միտքը ֆիքսենք, եթե կա մարսողական համակարգի գանգատ, նոր մաշկաբանը պետք է ուղղորդի գաստրոենտերոլոգի մոտ։ Այո, փորկապություն ունեցող պացիենտը կարող է փորկապությունը խորացնել ակնեն, բայց փորկապությունը ակնեի պատճառ չի կարող հանդիսանալ։ Սննդային չարաշահումները ելի կարող են խորացնել ակնեն, բայց հենց սննդից ակնե չի կարող առաջանալ։ Ճիշտ է։ Նայեք, ակնեի դեպքում մենք օգտագործում ենք հետևյալ միտքը, որ ակնեն բազմապատճառ եւ բազմագործոն խնդիր է եւ առ այսօր միևնույն է ակնեի ամենադոմինանտ պատճառները, դրանք գլոբալ առումով 3-ն են։ Ճարպագեղձերի գեր եւ մի փոքր աղավաղված աշխատանք, արտատար ծորանների խցանում եւ հետագայում կուցի բակտերիում ակնեի կոլոնիզացիա եւ բորբոքում։ Այլ հարց է, որ եւ ճարպագեղձերի գեր աշխատանքի եւ արտատար ծորանների խցանման եւ կուցի բակտերիում ակնեսի ակտիվացման եւ բորբոքում առաջացնելու գործում կան մի շարք նպաստող գործոններ, բայց միևնույն է դոմինանտ պատճառները վերենշված 3-ն են։
Այսինքն մարսողական համակարգի խնդիրները կարող են պրովոկացիա հանդիսանալ ակնեի համար, Կարող են հանդիսանալ ընթացքը։ նպաստող Այո։ գործոններ, ծանրացնել ակնեի բուժման ընթացքը, դժվարացնել ակնեի բուժման ընթացքը, բայց ոչ մի դեպքում չեն կարող հանդիսանալ ակնեի պատճառ եւ կարծում եմ դա դուք էլ կարող եք փաստել, որովհետեւ աշխատելով բազմաթիվ մարսողական տրակտի խնդիրներով պացիենտների հետ, միշտ չի որ այդ բոլոր պացիենտները ուղղորդվում են մաշկաբանի ակնեի առկայության կապակցությամբ։ Միանշանակ, օրինակ հելիկոբակտերի առկայության ժամանակ կան շատ պացիենտներ, որոնք ակնեով գալիս են ստուգելու հելիկոբակտերը։ Իհարկե հելիկոբակտերը ինքնուրույն ակնեի պատճառ չի կարող լինել, բայց կա հետազոտություն, որտեղ ապացուցել են, որ հելիկոբակտեր ունեցող պացիենտների մոտ ակնեն ավելի ծանր է ընթանում։ Եվ միկրոֆլորան, անմիջականորեն միկրոֆլորայի փոփոխությունները անմիջականորեն ակնեի վրա չեն ազդում, այլ միջնորդավորված ձևով, հա, օրինակ եթե մենք ունենք դիսբալանս միկրոֆլորայի, ապա այսպիսի արտահայտություն կա դիրյավի կիշեչնիկ, ռուսերեն լավ հնչում, դրա համար ռուսերեն եմ ասում, երբ այդ միջնորդանյութերը, տոքսիկ նյութերը աղիքի թափանցելիության բարձրացման հետևանքով անցնում են արյան հուն եւ առաջացնում համակարգային բորբոքում եւ դրա հետևանքով տուրում է նաև մաշկը։ Այո, միանշանակ համաձայն եմ, թե տրամաբանորեն, թե բժշկական հիմնավորումը ավելի քան հավաստի էր, որովհետև օրգանիզմի ընդհանուր թունավորումը կարող է բերել ցանկացած օրգան համակարգի վատ աշխատանքի, այդ թվում նաև մաշկի։ Ինչ վերաբերվում է միկրոբիոմին, իրականում իր մասին բավականին հաճախ են խոսում եւ այդ թվում վերջին տարիներին բավականին մեծ ուշադրություն դարձվում է նաև մաշկի միկրոբիոմին, բայց եթե մենք մնանք ապացուցողական բժշկության դաշտում, առ այսօր դոմինանտ պատճառների մեջ եւ միկրոբային պատճառների մեջ միևնույն է դոմինանտ դերակատարումը դա կուտիբակտերիում ակնես ցեղատեսակի այսպես ասած բակտերիաներն են, որոնք որ ապրում են մեր բոլորի մոտ ճարպագեղձերում։ Իրականում այո, մաշկը եւ աղիները իրար նման օրգաններ են, իրենց ուրույն անոթարման, նյարդարման եւ բակտերիալ կազմով, դրանով նրանք նման են իրար։ Լինում են նաև պացիենտներ, օրինակ, երբ հելիկոբակտերի կուրս են անցնում գաստրոենտերոլոգի մոտ եւ նշում են, որ մաշկի վիճակն է լավացել։ Այս ինչով կբացատրենք։ Նայեք, ես իհարկե չեմ մտնի գաստրոենտերոլոգիայի դաշտ, բայց այնքանով ինչքանով որ բժիշկ եմ, տեղյակ եմ, որ հելիկոբակտերի բուժման մեջ օգտագործում են հակաբիոտիկներ։ Բնականաբար հակաբիոտիկները ոչ միայն հակաբակտերիալ ազդեցություն են, շատ հաճախ ունեն նաև հակաբորբոքային ազդեցություն եւ շատ հաճախ որոշ հակաբիոտիկներ ունեն ազդեցություն նաև կուտիբակտերիում ակնեսի վրա։ Եվ բնականաբար ընկճելով եւ կուտիբակտերիում ակնեսը եւ ընկճելով բորբոքային process-ը կարող են արձանագրել որոշակի ժամկետով ինչ որ մի լավացում։ Իհարկե ակնեի բուժումը այնուամենայնիվ թիրախային է, որի մեջ իհարկե հակաբիոտիկները ունեն մեծ դերակատարում մասնավորապես միջին եւ ավելի ծանրության ակնեի բուժման համար, բայց թիրախային հանդիսանում է ոչ միայն հակաբիոտիկի բուն հակաբիոտիկի ընդունումը, այլ զուգակցումը այլ դեղամիջոցների հետ։ Եվ նաև տեղային չէ, քսուկներ եք օգտագործում, սնունդը ակնեն անկախ ծանրության աստիճանից, լինի դա միջին, թեթև, ծանր, հա, բոլոր դեպքերում տեղային դեղամիջոցների դերը անգնահատելի է ակնեի բուժման։ ոնց որ բոլոր մաշկային հիվանդությունների մեջ։ Իհարկե մարսողական համակարգի ծանր հիվանդություններ կան, օրինակ կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ, որոնք մաշկային ուրույն դրսևորումներ կարող են առաջացնել, բայց դրանք ավելի լուրջ գլոբալ խնդիրներ են, համակարգային հիվանդություններ եւ դա էլ պետք է իմանա եւ մաշկաբանը եւ գաստրոենտերոլոգը, որպեսզի տվյալ խնդրով պացիենտին նաև ուղղորդի օրինակ մարսողական համակարգի խնդիրները հերքելու իհարկե նմանատիպ խնդիրների դեպքում շատ կարևոր է սերտ համագործակցությունը մասնագետների միջև, ինչի փորձը կարծում եմ մենք ունենք վաղուց, եւ նման պացիենտների դեպքում շատ կարևոր է պացիենտի համատեղ վարումը։ Իհարկե չենք կարող բացառել, որ նման դեպքում արդյունավետությունը կախված չի կարող լինել միայն մաշկաբանից, միայն գաստրոենտերոլոգից եւ միայն իշա պացիենտի համագործակցությունն է բերելու պացիենտի առողջության բարելավման եւ պահպանման։ Միանշանակ։ Այսպիսով ամփոփելիս ինչ ենք հասկանում։ Ակնեն առանձին մաշկային հիվանդություն է եւ ակնեով պետք է զբաղվի առաջին հերթին մաշկաբանը։ Ես մի միտք ունեմ, ասում եմ, որ ակնեով պացիենտների հետ պետք է աշխատեն,
որտեղ այդ զբաղվելը մի տեսակ դառնում է հոբի բան, եւ ցավոք սրտի այո Հայաստանում ակնեով զբաղվում են ովքեր ասես անկախ իրենց կրթությունից, եւ այո ակնե ունեցող պացիենտների հետ պետք է աշխատեն բացառապես մաշկաբանական բարձրագույն բժշկական կրթություն ունեցող մասնագետները։ Երբ պետք է մաշկաբան ուղղորդի գաստրոենտերոլոգին, եթե կան մարսողական համակարգի գանգատներ։ Կորեկցիոն խնդիրներ։ Իսկ եթե առանց ակնեիով զբաղվելու մաշկաբան ուղղորդում է միանգամից գաստրոենտերոլոգի մոտ, ես մի լավ խոսք ունեմ, փոխեք մաշկաբանի։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր մաշկավեներաբան Կարեն Վարդանյանը, հուսով եմ շատ կարևոր հարցեր քննարկվեցին այս հաղորդման շրջանակներում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Dr. Srumi YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք Gastro Time-ի հետագա հաղորդումները։